շորժայում եւ իր մոտ արվեստանոցում Սայաթովայի վրա ընդ մի հատ սև սեղան ուներ այդտեղ հաց էին ուտում մի անգամ խեժ մարդուն տոկը խփեց Այդ ոնց լավ էդի պատմեմ ուրեմն սեկցիայի ժողով էր Գեղարվեստա բանում գունանկարի սեկցիայի ժողով էր մեկ էլ հետևս նստած էր ասեց լսի պետք է ասում արի գնանք իմ մոտ ասի գնանք Էդուարդ Համայակիչ ինչ ա եղել ասեց գինի ունեմ լավ ձուն ունեմ տնական սիրած բաներ ձուն թարխունով Սայաթովայի վրա էր տունը դե գնացինք հասանք ասեց լսի դու գնա ասեց այն պանիրը բերեն ռոկֆոր պանիր կար հիմա էլ կա բայց այն վաղ ուրիշ է եւ մինչեւ ես ձուն եփեմ դու գնա վեկալ արի գնացի դե չկար ոչինչ կողքի խանութից գտա արա եկա բարձացա իր հարկը դուրը ծեծում չի բայց լսեցի շրխ դրխ ձայնը հա վերջը սկսի դուրը բան անեն Համայակիչ ասում եմ դուրը բաց ինքը sense կարմիր գույնի մայկա ուներ միշտ այդ նկարի մայկա հա այդ մայկին տպավորվել է իմ մոտ որտեվ ինքը այդ մայկան շատ էր հագնում ու շատ գեղեցիկ մարդ էր ահավոր ուй սպիտակ մազը մեկ էլ դուրը բացեց այդ մայկին վրեն բայց ինքը մարմինով չի տարբերվում հա կարմիր գույնի մազերս բան եղած հազիվ է խոսում ասում Համայակիչ չէ վերջը հազիվ սկսեց խոսալ ինչ ա եղել ուրեմն ինքը կաֆե վարկա ուներ մեծ այդ կաֆե վարկայի մեջ ձվերը դրել է երրացել է հետո եկալ է կատի գտալ ու ուզեցավ հանի գտալը միան Համայակիչը միան շտեպսը դրավ լավը որ ասել հա հետո կամաց ուշքի եկան լավ նստանք հետո շատ սիրուն ձուն կերանք թարխունով ու մնաց հիշողությունը վերապրման հիշողությունը այդ մարդը ասենք ինքը համով ուտել շատ էր սիրում ու բերնի համ ուներ ինքը ամեն ինչի մեջ այդ հասկացողությունը էր անում այդ ինչ որ ես իրանից եմ սովորել նկարչական այդ ճաշակը էլի մենակ ճաշակը չի աշկերը ուրիշ ձև էին ինքը իմպրեսիոնիստ է նատուրալն է իր գործերը կարաս Просто չեն բանանում, օրսեյում բանում կարա կախվի լյուբոյ կողքը ուզում եք կախեք, չի զիջում։ Հələ մի բան է լավ է։ Շատ կարևոր է, որ ուսուցչի հանդեպ շնորհակալությամբ ու հիացմունքով եք կյանքից հետո։ Իհարկե, իդեպ ասեմ բարդ մարդ էր, ինքը տենց հեշտ մարդ չէր, շատ բարդ մարդ էր։ Քֆուր չէր, բաները այնց բան։ Ոնց որ խմիչքը նենց էլ հայոյանք արվեստի անբաժանելի ուրիշ երևի։ Երևույթ էր ինքը։ Աշկերը ուրիշ ձևի էին տեսնում։ Ամեն ինչը։ Դու իմ բախտը բերել ա, գիտեք ինչով, նախ եւ առաջ այդ մեր գեղարվեստա թատերական, այդ 60 որ թվին, 69 թե 68 լեգենդար ինստիտուտ է դա։ Դուք չեք պատկերացնում ինչ տրադիցիաներ եւ բաներ կային այդ ինստիտուտում։ Ինչ մարդիկ էին դասավանդում այնտեղ։ Սարյանից սկսած վերջացած Արա Բեկարյան, Իսաբեկյան, չգիտեմ, Վահինակ Ասլանյան Երեսանը դե դեկան էր, ջայլ մարդ էր շատ 30 քանի տարեկան և դասավանդում էր, էդ իհարկե իմ բախտը բերեց, տարավ ընդեղ, ես մանկուց այդ նկարիչների մեջ, Խորեն Աբրամյան, չգիտեմ Մետաքսե Սիմոնյան, ով ասես ընդեղ դասավանդում էր, պապին ընդեղ բան էր, Վարդան Աջեմյանը, էդի լեգենդար ինստիտուտ էր։ Իսկ ձեր երիտասարդության հուշերից հայտնի մարդկանց հետ կապված դեպքեր, ինչ-որ բաներ կան, որ թե ասեք հետաքրքրի մարդկանց կամ ինչ-որ հետաքրքրի պատմություններ կա։ Ինչի։ Իրենց ուրիշ կողմով գիտեիք։ Ուրիշ կողմով գիտեիք հայտնի մարդկանց։ Որոշ չափի։ Լավ, ասեք։ Ինտրիգա եք պահում, ունեք ինչ ձևի։ Չէ, դա ինտրիգա չէ, դա կապված ասենք խմիչքի հետ շատ։ Ունակ Ադալյան Ռուբենը ահռելի մի մեծ նկարիչ է։ Լսել եք Ադալյան Ռուբենի մասին։ Եղբայրն էլ գրող է, մյուս եղբայրը նկարիչ է էլի։ Մեր արվեստանոցները իրար կողքն էին։ Դե խմիչքը քիչ դեր չէր խաղում մեր Դե արվեստի մեջ դա գիտենք, արվեստի մեջ չէ, ուրիշ
Բոհեմական կյանքը նաև նկատի ունեք։ Բաբայան Յուրան, Սմբատյան Գարին, նույն Էդվարդ Համայակիչը։ Արվեստում նախանց հասկացություն կա, ասենք ասենք մեծերը, փոքրերին։ Օրինակ, հիմա ես ինձ արվեստ նույնիսկ գնահատողել չեմ համարի, անկեղծ համեստ կգտնվեմ։ Չնայած սուբյեկտիվ է, կարող է ինչ-որ ինձ դուր գա, բայց տեսնում եմ երիտասարդների մեջ դեմքեր կան, անուններ կան, որ սովորում ես, տեսնում ես, արվեստում այդ նախանձը կա, թե երբ որ ավագ սերնդի արվեստագետը լավ դպրոց անցած ոնց դուք եք, տեսնում եք երիտասարդ տաղանդին, հետևում եք, հետաքրքիր է վերաբերմունքը, թարպես ընդհանրական։ Եթե անձերի անուններ կուզեք նշել երիտասարդներից։ Դե գիտեք ինչ, նախանձ կա, սպիտակ նախանձ է։ Ես բարի նախանձով եմ։ Նախանձախնդրություն ասենք։ Այո, հա, ասենք իմ մոտ ուսանողներ կային, դպրոցում էլ օրինակ Սիրանուշը իմ հրաշալի աշակերտուհի է, Սրբուին, հա, հրաշալի նկարում եմ եւ համ նախանձում եմ, համ ուրախանում եմ, որտեղ ինչ եմ նախանձում, որտեղ ժամանակը շատ է իրանց։ Շատ է։ Ակադեմիայում էլ մի աղջիկեր, հիմնականում աղջիկ են իմի, շատ կան։ Տղեկը քիչ են։ Հոբը, Պետոն, հետևում եք, գիտեք իրենց։ Չէ, հետո վա։ Պետոին գիտեմ, Պետոն ակվարելիստ չեն, հա, ջրաներգորն։ Հա, Պետոին գիտեմ, շատ տաղանդավոր տղա է, հրաշալի նկարիչ է։ Իսկ այն գյումրեցի տղան հոբը, Իրան չեմ ճանաչում։ Դա շատ է 18-20 տարեկան, բայց հետաքրքիր աշխատանք։ Չեմ ճանաչում, սաժալենի։ Այսինքն նրանք ովքեր ձեռքի տակով են գնում, ուսանողները այս կամ այն կերպ առնչվում են։ Շփում չի եղել, էլի։ Ուրախությունը կճանաչեմ, կծանոթանամ։ Ես միշտ պատրաստ եմ։ Բայց կարևոր է, որ եկող սերունդը նույնպես տաղանդավոր է, այս արձանագրում ունենք, չէ՞ էլի արվեստին մոտ է։ Իմ տպավորությամբ հիմա կարծես թե արհեստական բանականության հետ որ լիքը մասնագիտություններ փոխարինվելու են կամ արդեն փոխարինվում են, արվեստը մնում է անփոխարինելի մի բան, այն առումով, որ ստեղծարար աշխատանքը դա նաև այդ պատճառով են շատ ծնողներ խրախուսում այսօր երեխաներին երաժշտությամբ զբաղվել արվեստով։ Ինձ թվում է արվեստը միշտ էլ այդ կարգավիճակի մեջ կլինի։ Այդ դեր ասած անունին չէր, արհեստական էդի չեմ հասկանում բացարձակ, չգիտեմ, հա տեսել եմ, սես բաներ են սարքում, չեմ անում, էդի չեմ հասկանում, արվեստը լրի ուրիշ բան է, և ինձ թվում է դա մարդիկ կան ջահելների մեջ, որոնք դրանով կզբաղվեն շատ լուրջ։ Իսկ արվեստը կարող են երկարակեցության աղբյուր դիտարկել, տեսակետ կա, որ մարդը կարծեմ հենց Մարտիրոսն էլ Բադալյանն ասում էր, անկախ նրանից մասնագիտություն, տարիք, պիտի ներկը վերցնի ձեռքը, ներկի, ստեղծի, ստեղծագործի ու մենք ունենք դեպքեր, երբ որ 65-ից հետո կանայք հիմնականում սկսում են նկարել, դե իրենց ձևով, իրենց չափով, բայց դա մի տեսակ իրենց կյանքի իմաստ է տալիս, էմոցիաները արտահայտելու, դրսևորվելու ձև։ Կարծում եք կապ ունի արվեստը երկարակեցության հետ։ Չէ, ինձ թվում է չէ։ Որտեղ Փալուն օրինակը Պոլ Գոգենն է, որը սկսել է նկարել 40 տարեկանից հետո։ Ամեն ինչ թողեց, գնաց սկսեց նկարել։ Լոնդոնից գնաց Փարիզ։ Ու շատ ծանր կյանք ապրել, բայց մենակ դրանով էր զբաղվում։ Կապ չունի։ Այսինքն նկարելու անզուսպ ցանկություն է լինում, որ դու այս դեպքում թե։ Հա, իհարկե, դա ցանկությունը ահա որ չես կարող առանց դրան ապրես։ Դուք ասեք, որ վաղ եք սկսել նկարել, այ ձեր ծնողները դե փաստորեն հայրը նաև ուներ այդ ազատությունը, ուղղորդել են մի տեսակ թե ներսից կար է, հետաքրքիր էլի գենետիկորեն գալիս է, թե ինչ որ բանով դուք ասում եք տանում էր բու, դուք այլ ընտրանք չունեիք, ասենք ինժեներ դառնալու։ Չէ, չունեի, չէի կարա, հաստատ։ Հետո ես ասեմ, ես մենակ նկարչության մեջ ինչ որ բան ունեի, մնացած չկար։ Հայրս 4 հատ բու ավարտ է։ Ինքը արվեստի հետ պրամոյ կապ ուներ, իհարկե, կոնսերվատորիա ավարտ է, ինստիտուտ Վաստոչных языков в Москве, арабское отделение, էլ համալսարան, Փայլուն, մամաս էլ, երաժշտություն, երես ջուտակար էր։ Բայց ձեզ միայն նկարչությունը գերեց պահեց։ Ինձ նկարչությունն էր հետաքրում, այո, որտև հեշտ էր էլի, իմ համար։ Երևի դրանից։